Շանթ Հարությունյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծի ենթարկել իրեն։ Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ այցելել է ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել Շանթ Հարությունյանին եւ մյուս 19 ձերբակալվածներին։ Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի պատմելով իր ընտանիքի անդամների, մասնավորապես որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել Շանթ Հարությունյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին։ Եվ ինչպես պատմեց Շանթը, այդ ընթացքում մի քանի ոստիկաններ իր ձեռքերը բռնած են եղել, պահած են եղել։ Անձամբ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ հայտնեց նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով նույն գործով նույնպես ձերբակալված է, եւ նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանները իր կրծքից պոկել են նաև պարգևների կրծքանշանը, պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ապտակներ է հասցրել իրենց ուղղորդված հայհոյանքներով եւ իմ ստացած տեղեկությունների համաձայն առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, եւ այդ նույն տեսարանը ըստ էության ներկայացրին եւ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը։ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք, արդյոք Շանթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրա վրա բռնության հետքեր տեսել է։ Որտե հետաքրքրվել եմ, արդյոք իրենց նկատմամբ բռնություն կիրառվել է, ընդ որում հատուկ շեշտել եմ բերման ենթարկվելու պահից հետո։ Շանթ Հարությունյանի վրա վնասված, ինքը ասեց, որ վնասվածքներ կան։ Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա արդեն առանձին թեմա է, ես չեմ կարող ասել ինչ մեկնաբանություն, ինչ կոնկրետ վնասվածքով է հասցրել եւ ինչի արդյունքում։ Հաշվի առնելով Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունները, այսօր Փաշինյանը գրությամբ դիմել է հատուկ քննչական ծառայության պետին, որպեսզի վերջինս քննության առարկա դարձնի նրանց հայտարարությունները։ Խոսքը տվյալ դեպքում քրեորեն պատժելի արարքների մասին է, առավել եւս ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր պարտավոր են ուղղակի պահպանել օրենքի տառը, այդ հայտարարությունները քննության առնվեն։ Նիկոլ Փաշինյանին սակայն տեղեկացրեցինք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Ազատությանը տված հարցազրույցում հերքել է, թե ծեծի է ենթարկել Շանթ Հարությունյանին, ասելով, թե դա հիվանդ երևակայության արդյունք է, եւ եթե ինքը ծեծեր, ապա Շանթից բան չէր մնա։ Ինչ գիտի ոստիկանապետը, որ ոչինչ նախկինում այդպեսի փորձ ունի, հա, որ ինչ որ մեկին ծեծել է եւ նրանից ոչինչ չի մնացել։ Եվ շատ զարմանալի կլիներ, որ ոստիկանության պետը հայտարարել, որ այդպիսի բան եղել է։